Հիմա նայեք, Հայաստանում որևէ ուրեմն իշխանական ուժ լինի կամ քաղաքական գործչի վարկանիշը իրական սոցիոլոգիական հարցումներում չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Դա այդ հայտնի տեխնոլոգիան է, հրապարակային մեղքը բրդել բոլորի վրա, նաև վեզիրների վրա, որպեսզի ցարը մնա բարի։ Եվ մարդիկ հավատան, ոնց են, չէ, հասարակության մեջ անգամ այդ տեսագրությունները հայտնվում, ասում է վատ ամեն ինչ, բայց Նիկոլը մեղք չունի։ Անպագորգոր ասել, որ եթե պարտվեցին Գյումրիում, ուրեմն նշանակում է կպարտվեն նաև համապետական ընտրությունները, ինձ թվում է չափազանցություն է։ Այսօրվա այդ պայքարը, որ դուք տեսնում եք, նույնը ընդդիմության մեջ, պայմանավորված է զուտ դրանով, թե ով է իրանցից ընդդիմության մեջի առաջինը լինել։ Հայերը չեն ընտրում ուժի, հայերը ընտրում են անձի։ Ցանկացած ընդհանրապես իմպիչմենտ իշխանության դեմ կարող է լինել երբ դու մեծամասնություն ես ազգային ժողովում, տվյալ դեպքում պարլամենտում, ճիշտ է։ Կամ իշխանությունը չունի մեծամասնություն։ Կամ իշխանությունը չունի մեծամասնություն, կամ տեղի ունենում իշխանության փլուզում։ Armenia Today կայքի YouTube-յան ալիքի խոսում են գլխավորի մասին նախագծի հերթական թողարկումն է, իմ հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, խոսում ենք ներքաղաքական իրադրության մասին։ Շնորհակալ եմ պարոն Կիվիրյան հրավերս ընդունելու համար։ Նախ սկսենք իշխանությունից, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, վերջին ամիսներին իշխանական ճամբարում տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնանք։ Աղազարյան, Վիգեն Գաբրելյան, հիմա էլ Նոր-Նորքի թաղապետ Տիգրանտեր Մարգարյան հանրապետություն կուսակցությունից է չնայած նա ամեն դեպքում այնինչ որ տեղի ունենում իշխանական ճամբարում այս սկանդալային իրադարձությունները որևէ կերպ խնդիր ստեղծում են իշխանության համար թե ոչ։ Նայեք, գլոբալ առումով իրանք իհարկե հետք թողնում են, բայց ասեք, որ այս գործընթացները ճակատագրական են այս պահին, ինձ թվում է պետք չէ, էլի։ Ամեն ինչին սովորել ենք դա նկատի ունեք արդեն։ Չէ, այն որ իշխանությունը, ասենք, սրանով փլուզվում է կամ ասենք ինքը լուրջ խնդիրներ ունի, չէ, ասի։ Իհարկե, որոշակի ինքը անհանգստություն իհարկե առաջացնում է, օրինակ նայեք, Հովիկ Աղազարյանի դեպքը ինչով էր անհանգստացնում իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը իր ոչ միայն երկրում, իր կառույցի ներսում, կուսակցության ներսում ստեղծել ինչ-որ բռնատիրական մոդել, որտեղից ցանկացած կամք, ցանկացած, այսպես ասենք, քայլ պետք է անվերապահ կերպով ընդունվի։ Դրա համար, ասենք, ինքը նախարարներին SMS-ներով ուղարկում է որպես որ ստիպում է հրաժարական տան, անգամ ԲԴԽ-ի նախագահին ինչի լիազորություն է ընդհանրապես չուներ։ Եվ սրանով էր պայմանավորված, որ Հովիկ Աղազարյանի դիմադրությունը իրանց համար Նիկոլ Փաշինյանի ոնց որ անձնական վիրավորանք լիներ։ Դա ապտակ էր իրեն, որ ոնց է, ասենք, ինչ-որ Աղազարյան Հովիկ տեղում վարկյանական չի կատարում իր կամքը։ Ընդ որում ինքը ցուցադրական այդ ժամանակ պատգամավորներից մեկն է, չէ, հրաժարական տվեց, Զեյնալյան էր կարծեմ, չէ, որին վերջերս ինչ-որ գործադրում առաջադրում արեցին կամ պատրաստվում էին անել մամուլում նման հաղորդագրություն գտան, այսինքն սա ինչ է ցույց տալիս, որ եթե թիմի ներսում անվերապահ իր կամքը կատարում են, ինքը պատրաստ է հետագայում նրանց նորից ինչ-որ ասենք կերակրատաշտի կողքը տեղավորել։ Իսկ այլ պարագայում իրանք կարժանանան Հովիկ Աղազարյանի ճակատագրին, այսինքն քրեական գործ, անձեռնամխելիություն, սկանդալային բացահայտումներ, շանտաժ, որտեղ գիտեք ոնց է, այնինչ իրանք արեցին, գիտեք, դա կեղտոտ քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ ինչ է նշանակում մտնել մարդու հեռախոսը եւ դա գցել մամուլ։ Բայց Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի, իր թիմն էլ չունի։ Իրանք պատրաստ են ցանկացած կեղտոտ մեթոդի։ Ընդ որում, եթե սա իրանք անում են իրանց երկար տարիների թիմակցի նկատմամբ, վերջիվերջո Հովիկ Աղազարյանը 18 թվի չի որ միացել է իրանց։ Հովիկ Աղազարյանը կանգնած եղել ԿՊ-ի ստեղծման ակունքներում։ Ու եթե իրանք նման ուրեմն վարկագիծ են
ձևավորում նրա նկատմամբ, ուրեմն պատկերացրեք, որ եթե որևէ ընդդիմադիր իրական ուժ, ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, իրանց ընդդիմախոս, իրանց համար սպառնալիք ներկայացնի, ապա իրանք ինչ կեղտոտ մեթոդների են պատրաստ։ Ամբողջ այսօրվա դրությամբ ինձ թվում է գաղտնիք չի, դա չնայած նախկիններից է նաև գալիս, որ ԱԱԾ-ը նստած է, ասենք, ընդդիմախոսներին ձայնագրելու, տեսագրելու, նրանց վրա մատերիալ հավաքելու վրա։ Այս ամբողջ իրանք կգցեն դաշտ հանկացած անձի դեմ։ Ընդ որում դա չի նշանակում, որ իրականը կգցեն։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս դիմել ցանկացած կեղծիքների, եւ այս մարդիկ որևէ արգելակ չունեն, որևէ բարոյական, այսպես պատնեշ չունեն, որ չանցնեն այդ գիծը։ Հովիկ Աղազարյանի դեպքը դա ցույց տվեց։ Կոնկրետ ասենք, օրինակ նայեք, ինչու ասեցի տարբեր են։ Այս վերջի դեպքը կապված Հանրապետության կուսակցության անդամի հետ։ Սրանով Նիկոլ Փաշինյանը հակառակը, ես վերջերս իմ հարցազրույցներից մեկում էլ ասեցի, որ ինքը ինչ որ առումով Հանրապետության ամորձիներից բռնեց Հանրապետություն կուսակցության, որտեվ հիմա եթե Արամ Զավենի Սարգսյանը թիմա ոչ միայն դրա, նաև այնտեղ մի քանի հոգու վրա է, չէ, այնտեղ ուրեմն հարուցված քրեական գործ, եթե նրանք թպրտան, ապա այս ցաղապետը ոչ միայն կզրկվի իր աթոռից, այլ նաև կուղարկեն մեկուսարան։ Բայց հակառակ կողմն էլ հակառակն է, ասում, կարծես թե ամենայն դեպս մամուլը դա քննարկում է, որ Արամ Սարգսյանը, որ յուրաքանչյուր պահի կարող է դուրս գալ կոալիցիայից, ավականու կազմի, նայեք, Արամ Զավենի Սարգսյանի փուչիկը ինչ որտեղ փչել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Առանց Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, օժանդակության Արամ Զավենի Սարգսյանը կունենա լուրջ խնդիրներ։ Ձեզ թվում է այսօրվա դրությամբ, որ ընկել են, ասենք, ընդդիմադիրների գույքերի հետևից, չեն ընկնի նույն ձևով Արամ Զավենի Սարգսյանի բոլոր գույքերի հետևից եւ հարց տան, որ ասենք այդ մարդը ավելի, այսպես ասած, ամբողջ իր կյանքի ընթացքում շատ կարճ է աշխատել։ Ընդ որում մի քանի ամիսներ, կարծեմ մի կես տարի է վարչապետ։ Դրանից հետո ընդհանրապես չի աշխատել, որտեղից այդ գույքերը։ Այնքան հարցեր Նիկոլ Փաշինյանը կտա, ինչի՞ է ձեզ թվում, որ Նիկոլ Փաշինյանը մենակ այդ հարցը կտա այսօրվա դրությամբ ընդդիմության ներկայացուցիչներին։ Հավատացեք, որ Արամ Զավենի Սարգսյանի վրա ինքը կկարողանա բազմաթիվ բաներ գտնել։ Ես չեմ ասում կա կամ չկա։ Երեք ոնց է այն հայտնի խոսք կար, չէ, ասում է կարևոր մարդը լինի, գործը կգտնվի։ Հիմա այս խորհրդային տարիների հայտնի ասացվածք էր 30-ական, 40-ական թվականներից եկող, այս պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը տենց վերաբերվում է Հովիկ Աղազարյանի նկատմամբ, որի հետ միասին այսպես կուսակցություն են ստեղծել, ինչա ձեզ թվում, որ Արամ Զավենի Սարգսյանի ինքը կխնայի։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ինչպիսին է, մենք լսում ենք, թե ընդդիմությունը դրա մասին ինչպես է խոսում, ինչ թվեր է ի հայտ բերում, թե քաղաքացիների մեր համերկրացիների շրջանում անցկացվող տարբեր հարցումները որոշակի պատկեր են ձևավորում, դուք ինչ եք այդ պատկերի մեջ տեսնում։ Գիտեք ոնց է, ես անիմաստ եմ տեսնում դա քննարկել, ուրեմն այս կապակցությամբ շատ դիպուկ էր ասում Կարեն Սերոփիչը, Դեմիրճյանը, որ ասում էր Հայաստանում սոցիոլոգիան շատ ճշգրիտ գիտություն է, ինչքան 10, այնքան կգրեն։ Հիմա նայեք, Հայաստանում որևէ ուրեմն իշխանական ուժ լինի կամ քաղաքական գործչի վարկանիշը իրական սոցիոլոգիական հարցումներով չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նոր անկախ Հայաստանում խոսքը գնում է անկախ Հայաստանի մասին։ Հասկանում եք, դրա համար քննարկել իր վարկանիշը բարձր է թե ցածր է, իմաստ չունի։ Ուզում են ուրեմն իշխանությունների վարկանիշը լինի 0, ինչ որ նախկին իշխանությունների պարագայում մենք բոլորս տեսել ենք, դա իրան չէր խանգարում վերարտադրվել։ Ընդ որում զավեշտալի է, որ հենց այս նույն մարդիկ խոսում են Նիկոլի վարկանիշից։ Եթե իրանց չի խոչընդոտել դա վերարտադրվել, ինչի են իրանք մտածում, որ Նիկոլ Փաշինյանը ունի ինչ որ բարոյական չափանիշներ, որ եթե իր վարկանիշը ցածր է, ինքը չվերարտադրվի։ Ինչով է ինքը իրանցից տարբերվում։ Պարզ է, որ ինքը վարկանիշով չէ, որ վերարտադրվելու է։ Ինքը վերարտադրվելու է, ոնց որ նախկին իշխանությունները օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսները, ուժային միջոցներ եւ բազմաթիվ այլ մեխանիզմներ, տեղեկատվական մանիպուլյացիաների եւ այլն։
Եթե նախկինները զերոյական վարկանիշով դա կիրառել են, հավատացեք, որ Նիկոլ Փաշինյանին ոչինչը չի խանգարելու, անգամ զերոյական վարկանիշի պարագայում դա կիրառել։ Դրա համար ասում եմ, զավեշտալի է հենց որ այն մարդիկ, ովքեր նախկինում լինելով իշխանության սա կիրառել են, հիմա կարճել են Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր կամ ցածր լինելուց։ Ցածր այս դեպքում պնդում են, որ ցածր է։ Գիտեք ոնց է, դե պարզ է, որ ցածր է, բայց ասում եմ, դա չի իրան խանգարելու, որ եթե իրան պետք լինի այս կամ այն ձևով վերարտադրվել, ինքը վերարտադրվի։ Փաշինյանի այդ դուք խոսեցիք նաև կիրառվող տեխնոլոգիաների մասին ընդհանուր առմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների, այսինքն զուտ PR տեխնոլոգիաների մասին եթե խոսենք, որոշ վերլուծաբան ձեր գործընկերները նշում են օրինակ, որ Փաշինյանը կառավարության նիստերը ղեկավարելիս այսպես դժգոհության արտահայտությունները ուղղում իր նախարարական կաբինետին, դա հենց այդպիսի տեխնոլոգիաներ է։ Ձեր կարծիքով դա իրական դժգոհություն է կաբինետի թերի աշխատանքից, թե Նայեք, եթե դա արվում է հրապարակային ու ընդհանրապես ամբողջ աշխարհում դա այսպես ասենք փաստ է, որ հենց որ արվում է հրապարակային, ուրեմն ընդամենը դրանով փորձում են ազդել, այսպես ասած, քաղաքացիների վրա։ Եթե դու իրականում ուզում ես մարդու աշխատանք գնահատել, վերլուծել, քննադատել եւ այլն, ոչինչը քեզ չի խանգարում իրական դա անել, ասենք ոչ տեսախցիկների առը։ Բայց կառավարության նիստը նաև նրա համար չի, որ խնդիրները քննարկեն տեղը։ Նայեք ոնց է։ Կառավարության նիստը իհարկե դրա համար է, բայց հենց որ դա մշտապես արվում է դերասանական տոնով, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ դու ընդամենը ուզում ես ցույց տալ, որ դու բարի ցար ես, եւ բարի ցարը աչքից վրիպել են բաց թողումները, բայց դա ինքը մեղ չունի։ Հասկանում եք, ինքը բարի ցարն է, վեզիրներն են մեղավոր։ Դա այդ հայտնի տեխնոլոգիան է, հրապարակային մեղքը բրթել բոլորի վրա, նաեւ վեզիրների վրա, որպիսի ցարը մնա բարի։ Եվ մարդիկ հավատան, ոնց են, չէ, հասարակության մեջ անգամ այդ տեսագրությունները հայտնվում, ասում է վատ ամեն ինչ, բայց Նիկոլը մեղ չունի։ Բա հենց տենց է ստեղծվում այդ կերպարը։ Դրա համար են այդ իրեք ոնց է քննարկումները անում։ Կառավարության նիստի ժամանակ պետք է լուրջ քննարկումներ անեն, ոչ թե դերասանական ինչ որ բաներ, հասկանում եք։ Զեղումները այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Տեղական ինքնակառավարման մարմիններին անդրադառնանք, այո, Գյումրիում ԿՊ-ն կարծես թե առաջիններս ձայների հավաքած, բայց չձևավորեց այսինքն հավաքանու մեջ իր ընդդիմախոսները միավորվեցին եւ ի վերջո ընտրեցին իր ընդդիմադիր հակառակորդին ԿՊ-ի Վարդան Ղուկասյանին, դա պարտություն կանվանենք իշխանության համար, թե չէ։ Կանվանենք, չէ՞։ Նայեք, ցանկացած դեպքում դա պարտություն է իհարկե։ Այլ հարց, որ մահացու պարտություն է, ոչ, մահացու չի։ Բայց Գյումրին երկրորդ քաղաքն է Հայաստանում։ Իրանք, եթե դուք կարող եք հիշել, որ այս 7 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքներում, բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ կարողացել են հակաիշխանական, այսպես ասենք, հակաիշխանական գործիչներ կարողացել են հաղթել։ Օրինակ մի պահ անգամ ամբողջ Սյունիքի նկատմամբ իրանք վերահսկողությունը կորցել էին, այնտեղ ընդդիմության գործիչներ էին, չէ՞, հաղթել քաղաքապետ, բայց 2021 թվականի ընտրություններին այդ նույն տարածքում հաղթեց Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, նորից եմ ասում, այն որ սա իրանց համար պարտություն է, այն որ սա որոշակի խնդիր է, դա փաստ է։ Այն որ այս պարտությունը մահացու չի, դուք կարող եք տեսնել նաև, ասենք, այդ իմ նշած տարբեր քաղաքներում հաղթած ընդդիմադիր թեկնածուներով։ Ընդ որում այդ թեկնածուները այնպես չի, որ դրանից հետո նույն իշխանությունների հետ այս կամ այն հարցով չհամագործակցեցին։ Գիտեք ոնց է, տեղական ինքնակառավարման մարմինը միշտ կախված է գործադրից։
Հիմա ընդ որում սա չի անգամ այս պարտությունը նշանակում, որ ժամանակի ընթացքում իշխանությունները նույն Գյումրիում չեն ստեղծի այն իրավիճակը, որ իրանք ստեղծեցին մի շարք քաղաքներում, երբ հաղթած հակաիշխանական տեխնացուն հայտնվեց մեկուսարանում, Վանաձորը նկատի ունի։ Իհարկե, օրինակ նույն Վանաձորը վերցրեք։ Կամ ասենք հիշում եք այն ինչ որ իրանք պուտ չարեցին Ալավերդիում։ Այսինքն հիմա գիտեք, այսպես անպագորգոր ասել, որ եթե պարտվեցին Գյումրիում, ուրեմն նշանակում է կպարտվեն նաև համապետական ընտրությունները, ինձ թվում է չափազանցություն է։ Սահուն եկանք ընդդիմախոսներին ընդդիմության վարկանիշից խոսել այսպես տեղին է թե ոչ։ Ընդդիմության ինչից վարկանիշից դե ես մի քիչ առաջ հենց վարկանիշի Դա էլ է, այսինքն անդրադառնում է նաև ընդդիմության։ Դուք ասում եք, եթե իշխանության վարկանիշից խոսում եք, դա ոչինչ բան չի նշանակում ընտրությունների պարագայում, իսկ ընդդիմության պարագայում էլ դա կարող ենք ասել։ Ընդդիմության պարագայում գիտեք ավելի շատ ոչ թե վարկանիշն է նշանակում, այլ դեր կունենա, եթե կա այնպիսի, ընդ որում դա առանց վարկանիշի ինչ որ սոցիոլոգիական հարցումների էլ է երևում։ Հենց որ կա մի հատ այնպիսի վառ անհատականություն, որը պատրաստ է գնալ մինչև վերջ, մարտահրավեր նետելով իշխանություններին։ Դրա համար հաստատապես, եթե նման մարդ հայտնվի, սոցիոլոգիական հարցումներ պետք չեն։ Դա միանգամից կերևա։ Բայց պետք են այդ դեպքում պետք են կամ գործադրվում են, պետք բառը չկիրառեն, գործադրվում են տեխնոլոգիաներ տվյալ մարդուն սևացնելու։ Չէ, դե դա քաղաքականության մեջ ընդունված է, որ գնում է պայքար, ոչինչը իրան չի խանգարում, ինքն էլ իր թիմով նույն ասենք իր հակառակորդներին փորձի նույն օրը գցել։ Քաղաքականության մեջ դրանք, գիտեք ոնց է, ինչքան էլ դատապարտելի են, բայց կիրառվող ձևեր են։ Հիմա, եթե խոսքը գնում է զուտ, որ ընտրություններին այս կամ այն ընդդիմադիր ուժը հավաքելու է X ձայներ, 10%, 20%, 25% եւ գնա ազգային ժողովում նստի, այն ոնց որ տեղի ունեցավ 2021 թվականին։ Ապա այո, վարկանիշը ինչ որ առումով կարևոր է պատկերացնելու համար, ով կլինի առաջինը, երկրորդը, երրորդը, բայց եթե խոսքը գնում է, որ այսպես ասած իշխանություններին տապալելու մասին, բոլոր հնարավոր ճանապարհներով, ապա հավատացեք, որ եթե նման, այսպես ասած, ազդեցիկ գործիչ ի հայտ գա, առանց սոցիոլոգիական հարցումների բոլորը կհասկանան, որ դա ինքն է։ Այդպիսին դուք այս բան չեք տեսնում։ Դե եթե տեսնեիք, ասեի։ Ընդդիմության պարակտումից խոսենք, շատերն են ասում, ընդդիմությունը պարակտված է, տեսեք տարբեր ճամբարներ իրար նկատմամբ ինչպիսի պայքար են մղում եւ այլն։ Սա խանգարում է ընդհանուր առմամբ ընդդիմության միասնականությանը, պարզ է, որ խանգարում է եւ իշխանությունը այստեղ այսպես կողք կանգնած ուրախանում է, տենց ասեմ։ Նայեք, այն ինչ որ դուք տեսնում եք, բոլոր կողմերը պատրաստվում են եկող խորհրդարանական ընտրություններին։ Ու ներկայիս այսպես կոչված, այսպես ասեմ, ընդդիմադիրներն էլ նույնպես պատրաստվում են դրան։ Իրանք այսօրվա դրությամբ ոչ թե իրանց այս պարակտությունը ինչ որ խանգարում է ասենք գլոբալ առումով ինչ է իրանց տալու անգամ ասենք միասնական գործելը կամ չգործելը, եթե իրենք իմ այդ մատնանշած ալֆա, այսպես ասենք, որց տղան չեն, որը ամեն գնով վերցնելու է իշխանության։ Իրանք էլ են հասկանում դրա համար այս պահին ինչի համար է պայքարվում է ընդդիմության մեջ առաջինը լինելու համար։ Այսօրվա այդ պայքարը, որ դուք տեսնում եք, նույնը ընդդիմության մեջ պայմանավորված է զուտ դրանով, թե ով է իրանցից ընդդիմության մեջի առաջինը լինելու։ Իրանք դրա համար եմ ասում, այն մեթոդներով կամ ունակությունները, որ ունեն պայքարելու, առավելագույնը այս պահին դրան է տանում, որպեսզի իրանք կարողանան Նիկոլ տապալել, լրիվ ուրիշ պայքարի մեթոդներ եւ հատկանիշներ են պետք, որակներ են պետք։ Իսկ այսօրվա դրությամբ ակնհայտորեն բոլորն էլ հասկանում են, որ իրանց պայքարը մի նպատակ ունի ընդդիմության մեջ, թե ով պետք է ընդդիմության մեջ առաջինը լինի, ով երկրորդը լինի, ով երրորդը լինի։ Պայքարում են այդ ընդդիմության տեղի համար։
Երրորդ ուժի ձևավորման մասին որքան ժամանակ է խոսվում է եւ դրա հավակնություններ կարծես ցուցաբերում էին տարբեր քաղաքական թե միավորներ, թե անհատներ նույնիսկ այդտեղ անուններ կարող ենք մեջ բերել, ենթադրենք Հայկ Մարությանից, որը այսպես առանձնացավ ներկայիս իշխանությունից, Հայկ Մարությանից սկսած, այդպես մի քանի անուն, իհարկե շատ չեն, մատների վրա կարող ենք հաշվել, եւ որոնք որ որպես ներկայանում են որպես այլընտրանք թե նախկիններին, թե ներկաներին։ Դա կարծես չի աշխատում, ճիշտ չէ՞։ Նայեք, որpիսի դու նախկիններին եւ ներկաներին այլընտրանք լինես, դու պետքա անցած ճանապարհ չունենաս նախկինների, ներկաների հետ եւ կապված չլինես իրանց հետ։ Ասենք ձեր նույն թվարկած անձը Հայկ Մարությանը 2018-ին հիշում եք, ասենք, իր մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, որտեղ ինքը Նիկոլ Փաշինյանին կարծեմ մի հատ ելույթ էլ ունի, որ ասում է տուն եմ գնում Նիկոլը, էս են անում Նիկոլ, այսինքն այդ մարդը իր, այսպես ասած, քաղաքական ստարտը սկսել է Նիկոլ Փաշինյանի անունը շահարկելով, շահագործելով եւ այլն։ Բայց ինչ-որ մի պահից գետերը տարբեր հուներով հասարակությունը լուրջ ընկալի ձեր ասած նոր ուժը, երրորդ ուժը պետքա նախկինների եւ ներկաների հետ լուրջ ճանապարհ կամ գոնե լուրջ ճանապարհ անցած չլինի, առնչություն չունենա, որ հասարակությունն էլ վստահ լինի, որ այս մարդիկ իրականում իրական երրորդ ուժ են, ոչ թե ասենք նախկինների կամ ներկաների պրոքսիներ։ Բայց այդպես էլ դարձյալ հիշեցնեմ, տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են, safe PR-ի տեխնոլոգիաները, միշտ հնարավոր է այդ մարդկանց կապել, նույնիսկ եթե չեն կապվում, ասեն, գիտեք, այս ինչ մարդու, ինչպես իշխանավորներն էին ասում, կամ իշխանության մերձակա ուժեր, ասում են, այս մարդու հետևից թիկունքում երևում են այնինչ մարդու ականջները։ Նայեք, եթե մարդը ընդհանրապես կապ չունի եւ փորձեն ինչ-որ տեխնոլոգիաներով կապեն, ընդհանրապես ասենք մարդը որևէ առնչություն չի ունեցել, նրա թիմում չի եղել, նրա հետ ճանապարհ չի անցել եւ այլն, փորձեն կապել մի բան է։ Բայց հենց որ դու քո քաղաքական ստարտով ամեն ինչով, ասենք կապված ես եղել, այդտեղ պետք է չի ինչ-որ տեխնոլոգիա անել, որպեսզի ցույց տալ, որ այդ մարդիկ նախկինում կապված են եղել։ Բայց ով որ չի կապվում, այդ մարդուն էլ ասում են կարծես քաղաքական կապիտալ այս մարդը չունի, ով է նա ընդհանրապես եւ որոշակի անվստահություն է մեր համերկրացիների մոտ անվստահություն է այդ մարդու նկատմամբ։ Գիտեք ոնց է հայտնվել է այտենց վառ անհատականություն, որի մասին տենց բան են ասել։ Թող հայտնվի, հետո նոր հասկանանք էլի։ Կասեն չեն ասի։ Ասենք, գիտեք ոնց է, ասենք Վրաստանում ես բազմաթիվ անգամ այդ օրինակը բերել եմ, Բիձինա Իվանիշվիլին մի անգամից հայտնվեց դաշտում, ինքը քաղաքական դաշտում, որպես այդպեսին չկար։ Ինքը եղել էր Ռուսաստանում փող աշխատած օլիգարխ, Վրաստանի անգամ Վրաստանում էլ ինքը չէր կարող համարվել օլիգարխ, որովհետև Վրաստանում այդ մինչև այն ինքը լուրջ ինչ-որ փողեր չէր աշխատել։ Հա, բայց ինքը ցույց տվեց, որ ինքը անհատականություն է, կամային անհատականություն։ Ընդ որում հենց որ հայկական իրականության մեջ ասում են երրորդ ուժ, հայերը չեն ընտրում ուժի, հայերը ընտրում են անձի։ Կանում եք։ Դա պետք է երկար ճանապարհ է հայ ազգը անցնի, որպեսզի կարողանա, այսպես ասած, որ հասարակական փոփոխությունների, մենտալիտետային փոփոխությունների արդյունքում ընդունակ լինի ձևավորել ուժեր, կուսակցություններ։ Հայերի մոտ, քանի որ նայեք հորիզոնական կապերը չի աշխատում։ Նայեք հայերը կոլեկտիվ բիզնես չեն կարող չանել։ Հայը պետքա մենակ անի բիզնես։ Կոլեկտիվ բիզնեսի համար դու պետքա կարողանաս հորիզոնական հավասար են դա նկատում։ Ոչ միայն հավասար, այլ հորիզոնական հարաբերություններ ստեղծել։ Ու կուսակցություններ ստեղծելու համար էլ դա կարևոր շատ հորիզոնական հարաբերությունների ստեղծում։ Հայերի մոտ աշխատում է հենց որ ամեն ինչ ուղղահայաց է, վերևից ներքև, հասկանում ես։ Я начальник, ты дурак, ты начальник, я дурак մոտավորապես այդ սկզբունքով։ Անա չի որ դա մենակ հայերի մոտ է։ Կան տարբեր ազգեր, որոնց մեջ այս հորիզոնական հարաբերությունները չի աշխատում։ Իսկ մինչև հասարակությունները ընդունակ չլինեն հորիզոնական հարաբերություններ ստեղծել իրար հետ, անհնար է ստեղծել արդյունավետ կուսակցություններ։ Դրա համար եթե դուք նայեք, հայերը ընտրում են անձի։
Դրա համար ոչ թե ես խոսում եմ երրորդ ուժ հայտնվելու մասին։ Ես խոսում եմ կոնկրետ ինչ-որ որց անձնավորության մասին, որը պատրաստ է ատամներով պայքարել իշխանության համար եւ ոչինչի առաջ չի ընկրկի։ Խոսենք ամենակնարկվող թեմաներից մեկի մասին, impeachment-ի հնարավոր գործընթաց, ինչու եմ ասում հնարավոր, որովհետեւ այդ գործընթացը դեռ այդպես փաստացի իր ուժը չի ստացել ազգային ժողովում, արդյոք այն ընդդիմության համար հեռանկար ունի ընդհանրապես։ Նայեք, ոնց որ ես մի քիչ առաջ բացատրեցի, այսօրվա դրությամբ ընդդիմության մեջ գնում է պայքարը, ով պետք է լինի առաջինը, երկրորդը, երրորդը։ Այսինքն այս impeachment-ի գործընթացը դա էլ կապված է զուտ այդ գործընթացի հետ։ Հասկանում եք, սա որևէ առումով չի բերելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, սակայն ընդդիմությունը մեջ, այսպես ասած, կարող է առաջացնել, կամ փորձ արվի, կամ փորձ կանեն առաջացնել որոշակի վերադասավորումներ։ Նայեք, որպեսզի սա արդյունավետ լինի, ցանկացած ընդհանրապես impeachment իշխանության դեմ կարող է լինել երբ դու մեծամասնություն ես ազգային ժողովում, տվյալ դեպքում պարլամենտում, ճիշտ է։ Կամ իշխանությունը չունի մեծամասնություն։ Կամ իշխանությունը չունի մեծամասնություն, կամ տեղի անենում իշխանության փլուզում։ Օրինակ, նայեք, հեռավոր 1998 թվականին տեղի ունեցավ այն ժամանակվա ազգային ժողովի փլուզում։ Մի գիշերում ՀՀՇ-ի մի մասը դառավ երկրապահ, բայց դա տեղի ունեցավ փլուզման արդյունքում։ Դուք այս պահին իշխանության փլուզում եք տեսնում։ Ես չեմ տեսնում։ Դե հիմա գիտեք, եթե դուք անգամ դուք լինելով պրոֆեսիոնալ լրագրող չեք տեսնում, ինչի մասին է խոսքը։ Այս ամբողջը պայմանավորված է ընդդիմության ներսում առաջի, երկրորդ, երրորդ տեղի որոշման հետ կապված։ Գնում է պայքար դրա համար, եւ դա դրա շրջանակներում է ընդհանրապես։ Եվ այս հարցը երևի այդպես գուցե արդեն տեղին չի տալ, բայց ինչու են ի վերջո բոլոր իշխանափոխության ուղղությամբ գնացող շարժումները տապալվում Հայաստանում։ Գիտեք ոնց է։ Դուք արդեն մասնակի պատասխանեցիք այս հարցին։ Այո, ավելացնելու բան չունեմ։ Իշխանություն վերցնելու համար, գիտեք, ոչ թե իշխանափոխության իմիտացիայի համար։ Իշխանափոխության իմիտացիա մենք բազմաթիվ անգամ տեսել ենք եւ նաեւ 2018 թվականին իմ մանրամասը չբացատրեմ։ Բայց իրական իշխանության վերցնելու համար դու պետք է ունենաս, դա պետք է լինի շատ հզոր անհատականություն կամային հատկանիշներով, որը տիրապետի նաև իշխանությունը փլուզելու մեխանիզմներին, որտեղ ցանկացած դեպքում իշխանությունը իր համար ծառայեցնում է, շահագործում է պետական ողջ ապարատը։ Կոպիտ ասած, այս անձը մարտահրավեր է նետում ոչ միայն իշխանությանը, այլ իր հետ սերտաճած պետական ողջ համակարգին, ապարատին։ Լինի դա, ասենք, ուժային կառույցներ, լինի դա տեղեկատվական բլոկ եւ այլն։ Դուք դրա մասին խոսել եք այստեղ։ Այո, ես դրա մասին մի քանի անգամ խոսացել եմ, ձեր եթերում էլ նաեւ խոսացել եմ։ Այսինքն դուք պատկերացրեք իրենք ինչ անհատականություններ պետք է լինեն։ Կապ չունի դրական թե բացասական։ Ինքը կարա եւ բացասական կերպար լինի։ Ասենք, իրեք ոնց է, Լենինն ու Տրոցկին այնպես չի, որ դրական կերպարներ էին, բայց իրանք այնպիսի անհատականություններ են, որ կարողացան տապալել այդ ժամանակվա ժամանակավոր կառավարությանը եւ վերցնել իշխանությունը։ Օգտվելով բոլոր թերություններից այդ ժամանակվա Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն։ Դե պարզ է, ասենք, դու միշտ իշխանություն վերցնելու ճանապարհին օգտվում ես այդ ամեն ինչից։ Օրինակ, վերցնենք Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին։ Ինքը մոտավորապես գնում էր այդ հեղափոխական ճանապարհով, այնպես չի, որ եթե իշխանությունները չհանձնվեին, ինքը հետ էր կանգնելու։ Հենց իշխանությունը ինչի հանձնվեց։ Ինքը իդեմս Բիձինայի տեսավ, որ այս մարդը չի նահանջելու։ Վերջի վերջո կարող է ուղղակի ճանապարհը լինել շատ ավելի արյունահեղ եւ նույն իշխանության ներկայացուցիչների համար ավելի վտանգավոր։ Եթե ասենք հիմա մի մասը նստեց, այն ժամանակ կարող է զոհվել մի մասը։ Կանում եք։ Հիմա
Եթե դու իրական գնում ես նման երկրներում իշխանափոխության, դու բոլոր միջոցներով պետք է ընդունակ լինես այդ կամային քո հատկանիշներով պայքարել ու բացի պայքարելուց մարդը կարող է պայքարել, չի ասենք իր տեսակով, բայց դու նաև պետք է հմտություններ ունենաս տիրապետելու այդ մեխանիզմներին։ Այնպես չի, որ բոլորը տիրապետում են իշխանության փլուզման մեխանիզմներին։ Դա շատ հատուկենտ մարդիկ են հասկանում, ինչ է իշխանություն եւ որ քարերը հանես, որ բուրգը փլուզվի։ Այո, հասկանում եմ, ես հասկանում եմ ամենայն դեպս։ Արդյոք Գյումրիում Վարդան Ղուկասյանի այս ղեկավարումը կարող է որոշակի դիվիդենդ տալ ընդդիմությանը։ Դե գիտեք ոնց է, հիմա խոսալ դրա մասին, ինձ թվում է մի քիչ շատ ժամանակավրեպ է, ոչ մեկս չգիտի, թե վաղը Վարդան Ղուկասյանը ինչ վարքագիծ կորդեգրի, կպահի չեզոքություն, կամ որ ուժին կօժանդակի, դրա համար հիմա գիտեք, առավել եւս ես այդ մարդուն չեմ էլ ճանաչում, այնպես չի, որ դու կան քաղաքական գործիչներ, ում հետ ես շփվում եմ, եւ ըստ դրա մոտավորապես պատկերացնում եմ իրանք ինչ քայլերի կդիմեն, ես իրեն չեմ ճանաչում եւ դրա համար հիմա գուշակել, թե վաղը ոնց կզարգանան գործընթացները, առավել եւս ես չեմ պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանը այդքան հեշտ, այսպես ասած, կզիջի վերջնականապես Գյումրին։ Եթե Վարդան Ղուկասյանը ընտրվել է, դա չի նշանակում, որ վաղը, ասենք, նույն իշխանությունը չի փորձի իրան գնել 1, չի փորձի իրան նստացնել 2, չի փորձի, ասենք, մնացած ուժերից իրականացնել անասնագողություն եւ փորձի նոր քաղաքապետ ընտրել, կամ ընդհանրապես իրավիճակը տանել նոր ընտրությունների։ Այնքան սցենարներ կան, այդ սցենարները շատ հարուստ են։ Եվ նույնիսկ դուք չեք բացառում, որ դա կարող է տեղ ունենալ այս 1 տարվա ընթացքում մինչև խորհրդարանական ընտրությունները։ Դա այո, կարող է տեղ ունենալ։ Ընդ որում մի մասը դրանցից այնպես չի, որ պարտադիր լինեն, որ ասենք, նայեք, դրանք հրապարակային Երևան։ Ասենք նայեք, քաղաքականությունը դա կոմբինացիաներ են։ Նույն իշխանությունը կարող է, ասենք, Վարդան Ղուկասյանին մղել X ուժի պաշտպանությունից դեպի Y ուժը։ Կարող է իրեն էլ չպաշտպանի, բայց այդ կոմբինացիան իրան լիովին ձեռնտու լինի։ Գանում եք։ Այնքան քաղաքականությունը շատ հարուստ գիտություն է։ Անդրադառնանք Սահմանադրության փոփոխության այս իշխանության ձեռնարկած Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ձեռնարկած գործընթացին, իշխանությունը այստեղ զգուշավոր է Սահմանադրությունը փոխելու գործընթաց սկսելիս, ինչ ռիսկեր կան Փաշինյանի համար այստեղ։ Չէ, խնդիրը որն է, Ադրբեջանը առաջադրել է պահանջ, որպեսզի դա փոխվի։ Բայց հասկանում ենք, որ դա շատ բարդ գործընթաց է։ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականից հետո ինձ թվում է բոլորի համար ակնհայտ է, որ որդեգրել է հետևյալ քաղաքականություն։ Ադրբեջանը դնում է պահանջ, ինքը կարող է հրապարակային դաշտում ինչ-որ ժամանակ ձգել, ասել չենք անում, կամ սենց ենք անում, նենց ենք անում, բայց որոշ ժամանակ անց ինքը դա փորձում է ներկայացնել, որ դա իրենց օրակարգն է։ Բայց բոլոր ցանկացած տրամաբանող մարդու համար ինձ թվում է ակնհայտ է, որ այդ պահանջները դրանք Ադրբեջանի պահանջներն են։ Այսինքն, եթե դուք լսել եք այս կամ այն Ադրբեջանի պահանջը, ուղղված Նիկոլ Փաշինյանին, ուրեմն վստահ եղեք, որ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն գնով դա կյանքի կոչել, որովհետև այսօրվա դրությամբ իր իշխանությունը ոչ թե կախված է հայ հասարակությունից, իր իշխանությունը շատ ավելի կախված է Բաքվի կմահաճույքից, անգամ ոչ Անկարայի։ Մեր համերկրացու համար դա հասկանալի չի, պարոն Դե գիտեք, ոնց եթե չեն հասկանում, ուրեմն գիտեք 2018 թվականին էլ հենց որ ես բացատրում էի, որ այս մարդը պատուհաս է, չէին հասկանում։ Արդյունքում եղավ Արցախի կորուստը, արդյունքում եղավ 4-5 հազար երեխային եռաբլուր լցնելը։ Հիմա թող նորից չհասկանա։ Ամենայն դեպս դե գործընթացը գնում է, կարծես սկսում են։ Նայեք, ակնհայտորեն տեսնում են մի բան։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր Սահմանադրության փոփոխության խնդիր չկա։ Թող անեն 2018-ից հետո իր ելույթները։ Հետո տեղի ունեցավ Ադրբեջանի պահանջ։
Հետո եղավ հայտնի Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ոնց ասեմ, բերանից բաց թողնելը, հենց որ ինքը ասում էր ցուլը մեզ կհոշոտի, հիշում եք։ Եթե կարմիր հագուստով։ Այո։ Դրանից հետո ինքը խոսած փոփոխության մասին։ Եթե մարդիկ այս տրամաբանական կապերը չեն տեսնում, դա իրանց խնդիրն է։ Մարդուն չի կարելի փրկել իր կամքին հակառակ։ Եթե հիվանդը ուզում է մեռնել, բժշկությունը անզոր է։ Հակառակն են ասում։ Եթե հիվանդը ուզում է առողջ մնալ, բժշկությունը ես հատուկ բերեցի այդ օրինակը, եթե հիվանդը ուզում է մեռնել, բժիշկը անզոր է։ Հիմա եթե այս հասարակությունը այսքան, այսպես ասած, փորձություններից հետո նորից ուզում է ստանալ հերթական կործանումը, մենք ես որպես վերլուծաբան ես անզոր եմ։ Ես 20-30 տարի է փորձում եմ հայ հասարակությանը բացատրել ճիշտ ճանապարհը։ Նույնը փորձել եմ անել 2018-ին, բացատրելով, որ իդեմս նախկին իշխանությունների մենք ունենք քրեաօլիգարխիկ ռեժիմ, բայց սրանք պատուհասներ են առավել եւս տեղի ունենում իշխանության հանձնում, իսկ դա տեղի չի ունենում ուղղակի։ Ուրեմն դրա տակ թաքնված են այլ մեխանիզմներ։ Բացատրել եմ 2018-ին, 19-ին, 20-ին, 21-ին, մինչև օրս։ Հիմա եթե մարդիկ չեն ուզում դա լսել, ընկալել, ուզում են լսել, որ ասենք Նիկոլ Փաշինյանի կամ Նիկոլ Փաշինյանի նման ինչ որ, ասենք կողմից հովանավորվող սազանդարների ու նորից գնալ, այսպես ասած, հերթական ընկնել հարվածի տակ դնել իրանց երեխաներին, իրանց ընտանիքը, մենք անզոր ենք։ Շնորհակալ եմ հրավերություն տոնելու համար, պարոն Կիվիրյան։ Մեր հետևորդին հիշեցնեմ, որ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկման հյուրն էր վերլուծաբան Արիգիշտի Կիվիրյանը, շարունակեք հետևել մեզ։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։